Բարև, հասանք տվոց 26-րդ գլխուն, ուր մարդահամար գլա նոր սերունդին, և գտեսնենք նախապես առաջին գլխու մեջ Ռուբենյաններուն թիվը 46500 էր, բայց այստեղ անոնք քիչ ցած են, հասնելով 43730-ի։ Նման նվազումը կնկատվի նաև մյուս ցեղերուն մեջ։ Այս վադահեցավ, երբ անոնք հերացան Աստծո կամքեն, թիվը ավելնալու փոխարեն բացեցավ։ Այլ խոսքով, գաթես Պարնիայեն դուրս եկած հին սերունդեն բոլորը մեռան, բացի Գաղեբեն եւ Հեսուեն։ 27-րդ գլխու մեջ կտեսնենք, որ Մանասեի ցեղեն Սալբաթը գմերդի անաբադին մեջ ան ուներ 5 աղջիկ, բայց ոչ մեկ դղա։ Խնդիրը այստեղ այն է, որ Մովսեսական օրենքը կնշեր, որ որդին կժարանքե ստացվածքը։ Գիները ժառանգորդ չէին համարվեր, բայց Սալբաթի այս աղջիկները կացի Մովսեսին եւ ըսին. մենք կուզենք մեր հորը գալվածները։ Այսպիսով Մովսես դերոջ կտիմե անոնց համար եւ Աստված անոնց ժառանգությունը կշնորհե։ Քանի որ այս գիները խնդրեցին հավատքով, Աստված հավատքով տվավ անոնց։ Այսօր մենք շատ կլսենք կանանց իրավունքներուն մասին, բայց Աստծո խոսքն է, որ առաջին անգամ բնոջ իրավունքները տվավ։ Հիմա ես այն կարծիքով եմ, որ մեզ մեջ շատերը այսօր քիչ թե շատ մուրացկաններ են, որովհետև մենք չենք կար անոր որպես Աստծո զավակ եւ անգե բաներ չենք խնդրեր, սակայն Աստված գուզե օրհնել մեզի։ Անգուզե, որ մենք կանք հավատքով եւ գուզե, որ մենք ճշմարտությունը ասենք եւ հայտարարենք։ Հիմա 12-14-ի մեջ դխուր դեպք ունենք, երբ Մովսես բարգացավ եւ երկու անգամ զարգավ այդ ժայռին, որ Աստված ըսած էր, որ միայն խոսի անոր, Մովսեսին գարդոնվի միայն տեսնել երկիրը, բայց չմտնել այնտեղ։ Այս ընդհանրացած նյութն է, թե ինչպես անհնազանդությունը գարկել է մեզի մտնելու մեր հոգևոր ստացվածքին։ Այդ կվերապերի այն ժամանակ եւ նաեւ կվերապերի այսօր։ 27-16-ի մեջ Հեսուն կնշանակվի Մովսեսի դեղ։ Հեսուն Մովսեսին փոխանորդը ըլլալու քիչ հավանականություն ուներ, քանի որ ան սովորական մարդ մներ։ Բայց Աստվածաշունչին զանազան պատմություններ են գիտենք, որ Աստված գրնա առնել սովորական մարդիկ եւ կործածել զանոնք արդասովոր նպատակի համար։ Եվ այս կնշանակե, թե ան գրնա կործածել քեզի եւ ինձի։ Հիմա 28-րդ գլխու մեջ Տերը պատվիրեց, որ մարդիկ շարունակեն ուտելիքի ընձաներ մատուցանել, ինչպես խոյեր, ցուլեր կամ քարնուկներ, նայած ամիսին եւ արիտին։ Տերը գոչեց այս իմ ընձաներս, եւ անոնք կմատնանշեին Քրիստոսի, որովհետեւ ընձան այն չէ թե ինչ ըրած է Քրիստոս մեզի համար, ոչ ալ թե ինչպես մենք կմտածենք անոր մասին, այլ թե Աստված ինչ կմտածե անոր մասին։ Ողջագեզը կմատնանշե Քրիստոսին, Աստծո քարին, որ գվերցնե աշխարհի մեղքը, եւ այդ է կարևորը այստեղ։ Գտեսնեք սիրելիներ, Աստված քոհ է Հիսուսի ըրածեն մեզի համար եւ մենք նույնպես պետք է քոհ լանք։ Անցնելով 29-րդ գլխուն պիտի տեսնենք մանրամասն մեղքի ինձային մասին, որ կապված է խաչին վրա մեզի համար Քրիստոսի կորձին։ Քավության մեծ օրը, այդ սուրբ օրը, մատուցված այս ընձային մեջ կար սուքի բահ, երբ զոհ կմատուցվեր անկիդակցաբար մեղքերու համար։ Այդ անոնց հիշեցնելու համար էր, որ անոնք մեղավոր են։ Նույն կերպով ես եւ թուն մեղավոր ենք եւ պետք ունենք զոհաբերության։ Մենք պետք ունենք Քրիստոսի։ Ան թե քաղցրահամ զոհ է եւ թե մեղքի բադարակ։ Ան, որ մեղք չեր գիտեր, մեզի համար մեղք կրեց։ Այսինքն անմերավ մեր փոխարեն մեղքի բադարակը, մեղքի մեծակույն բադարակը, որբեսի մենք իրմով արդարանանք Աստծո առջև։ Սիրելիս, արդյոք դու կգործընծնես քո հավիտենական վարչադրությունդ Աստծո չհնազանդելով, եւ ինչպես կրնաս հնազանդիլ Աստծո սերը մղված